Մի կողմից բոլորը ճակետներում գիտեն, որ դա տեղի է ունեցել, եւ Իրանը գիտի, եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը գիտեն, բայց նման գիտելիքը ճակետներում կամ առաջ ճակետ ոչ ընդունելի է եւ բոլոր կողմերի համար։ Իրանը այնքան թուլացած է, որ հիմա փորձել ինչ որ սպառնալիքներ ձևավորել Ադրբեջանի նկատմամբ ինքը չի կարող, որովհետեւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, ավելի շուտ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նպատակներից մեկը կարող է լինի ռեժիմի փոփոխումը եւ այդտեղ Ադրբեջանի ազերիների գործոնը Իրանի ներքսում կարող է աշխատի։ Դրա համար Իրանը ուղղակի իրավունք չունի եւ հնարավորություն չունի խիստ դրսևորում ցույց տալ Ադրբեջանի նկատմամբ։ Այն ինչ անում է խիստ չի համարվում։ Հա, որովհետև իրանք կասկանում են ինչա տեղի ունեցել, բայց իրանք չեն կարող այդ ճոխությունը չունեն, որ կարողանան Ադրբեջանին ուղղակի ասեն ինչ եք դուք արել։ Բայց ելնելով նրանից հիշելով, որ Իրանը դա արևելքի ժողովուրդ է, պետություն է, իհարկե իրանք հիշում են եւ երկար կհիշեն ինչա տեղի ունեցել։ Եվ վաղը թե ուշ Ադրբեջանին ամեն ինչ կներկայացվի, բայց ոչ հիմա։ Հիմա Իրանը պիտի կարողանա հաղթարի այն հետևանքները, որ ինքը ունի։